Հաշվի առնելով, որ մեղադրել Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանը դեր չէր, որ հանդես դառնա է Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ մասով, պաշտպանքով, սկսում եմ հենց այդ մասին։ Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա պաշտոնական անձին օժանդակել է, պատման եղանակով կատարել է առանձնապես խոշոր չափերով բույթի ապշտակություն, ինչպես նաև Toyota Երևան սահմանափակ պատասխանատվության ընկերության մասնակիցներին օժանդակել է, օրինականացնել, ակնհայտ հանցավորող ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով բույթը։ Այսպես, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2005 թվականի 147 գծիկ Ա և 31.05.2005 թվականի թիվ 392 գծիկ Ա որոշումներով լիազորված լինելով տնօրինել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող փոխամասերը, այդ թվում ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով իր ենթակա նախարարության թիվ 68-617 զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանին առաջարկել է նյութական օգուտ ստանալու նպատակով ձևականորեն որպես գնորդ մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 281 գծիկ Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408 գծիկ Ա որոշումներով նախարարությանը անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքում Եռաբլուր զինվորական պայթյունին հարակից տարածքում Ծովակա Լիսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1.194 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքի առողջարքի գործարքին դարձյալ ձևականորեն հողատարածքը որպես սեփականություն գրանցել իրավամբ, ապա այն լիազոր անձի միջոցով վաճառել Toyota Երևան ՍՊ ընկերությանը և ստանալ առողջարքից գոյացած գումարը։ Ալեքսան Ալեքսանյանն ընդունելով Սերժ Սարգսյանի առաջարկը պատրաստակամություն է հայտնել ձևականորեն հանդես գալ որպես գնորդ և մասնակցել հիշյալ բույթի օտարման հետ կապված գործարքներին։ Վերևրանից հետո Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի որդի Սեդրակ Քոչարյանի և Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին օգնականի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձի որդի Անդրանիկ Գևորգյանի և Լոկա Դիվիլոփերս ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված կազմակերպություն հանդիսացող Toyota Երևան ՍՊ ընկերության նյութական օգուտը վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերելը, ինչպես նաև Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանի նյութական օգուտը վերջինիս կողմից եկամուտ ստանալն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հանցակցությամբ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում առանձնապես խոշոր չափերով բույթի բախտում կատարելու դիտավորությամբ համաձայնություն է տվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի 281 գծիկ Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի 1408 գծիկ Ա որոշումներով նախարարության անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքում Եռաբլուր զինվորական պայթյունին հարակից տարածքում Ծովակա Լիսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1.194 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքը օտարել Toyota Երևան ընկերությանը։ Ընդ որում, Toyota Երևան ՍՊ ընկերության դրա մասնակիցներին վերջիներիս հետ փոխկապակցված անձանց, այդ թվում ընկերության տնօրեն Վահե Գզրալյանի ապօրինի գործարկում մասնակցությունը չբացահայտելու
պետության սեփականության հաշվին հիշյալ ընկերության նյութական միջոցների համալրման իրական ծավալները, անշարժույթի իրական պատկանելությունը, իր և հանցակիցների կողմից կատարված հանցավոր արարքները քողարկելու, հափշտակության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը թաքցնելու, նշված գույքի հետագա տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը, այդ թվում տնտեսական գործունեության իրականացման համար, օրինական տեսք տալու նպատակով, Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ, վերջինիս կողմից նյութապես շահագրգռելու միջոցով, որպես նշված հողատարածքի գնորդ ներգրավվել Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը։ Ավելին, Սերժ Սարգսյանի կողմից Ալեքսան Ալեքսանյանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, վերջինիս կողմից նոտարական վավերացմամբ, իր անունից անշարժ գույքի ձեռքբերման և օտարման գործարքներ քննելու լիազորագիր է տրամադրվել Սամվել Մարիապետյանին պատկանող Լոկա Դիվիլոփս սրտընկերության աշխատակից Կարեն Գանջալյանին, ով կապակցված է եղել նաև Toyota Երևան սրտընկերության ու դրա տնօրեն Վահե Գզրարյանի հետ։ Այնուհետև կազմվել է պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ Սերժ Սարգսյանի և լիազորագրի հիման վրա Ալեքսան Ալեքսանյանի անունից հանդես եկած միևնույն ժամանակ Toyota Երևան ընկերության մասնակիցների, այդ թվում Վահե Գզրարյանի հետ փոխկապակցված Կարեն Գանջալյանի միջև Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքում Եռաբլու զինվորական պայթյունին հարակից տարածքում Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասերում գտնվող 1.194 հարկայություն հողամասի առողջարքի պայմանագրի նախագիծ, որից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ չբացահայտելով իրական գնորդին, նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանը իր ղեկավարած վարչության ավագ սպա Աշրիկ Շլեպչյանին կարգադրել է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից 2006 թվականի նոյեմբերի 11-ին տրված Տանեկոտորակ 516-669 լիազորագրի հիման վրա հանդես գալ նախարարության անունից և հիշյալ անշարժ գույքը Ալեքսան Ալեքսանյանին օտարելու վերաբերյալ կազմված առողջարքի պայմանագրի նախագիծը ներկայացնել նոտարական վավերացման։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ և հանցավոր վերջնարդյունքին ուղղված միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում 2006 թվականի նոյեմբերի 13-ին Աշրիկ Շլեպչյանը հիշյալ առողջարքի պայմանագրի նախագիծը արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական վավերացման և նույն օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Ալեքսան Ալեքսանյանի կողմից լիազորված անձ հանդիսացող Կարեն Գանջալյանի միջև կնքվել է անշարժ գույքի առողջարքի պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում նշված հողամասը առանձնապես խոշոր չափերով 645 միլիոն 920 հազար դրամ շուկայական արժեքով հիշյալ հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 119 միլիոն 400 հազար դրամով ուղղակի վաճառքով հաստատի վաճառվել է Toyota Երևան սրտընկերությանը և 2006 թվականի նոյեմբերի 22-ին հիշյալ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն ձևականորեն գրանցվել է Ալեքսան Ալեքսանյանի անվամբ։ Այնուհետև Սերժ Սարգսյանի և նրա հանցակիցների միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան շարունակվել են հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված գույքի օրինականացմանը ուղղված գործողությունները և ձևականորեն Ալեքսան Ալեքսանյանի անվամբ գրանցված անշարժ գույքը օրեր անց 2006 թվականի նոյեմբերի 27-ին լիազորված նույն անձի Կարեն Գանջալյանի և Toyota Երևան ընկերության մասնակիցների հետ նախապես ձեռք բերված համաձայնության շրջանակներում և վերջիններիս ցուցումներով գործող նշված ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանի միջև կնքվել է մեկ այլ առողջարքի պայմանագիր, որով 180 միլիոն դրամով նշված անշարժ գույքը վաճառվել է Toyota Երևան սրտընկերության
վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնների ազդեցության օգտագործմամբ ներառելով նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցության գործող կազմակերպության գույքային ֆոնդում, հետագայում տիրապետելով եւ օգտագործելով ընկերության մասնակիցների հայեցողությամբ, այդ թվում տնտեսական գործունեության իրականացման համար։ Այսպիսով, Ալեքսան Ալեքսանյանը վերօրյալ գործողություններով խոչընդոտներ վերացնելու եղանակով պաշտոնատար անձ հանդիսացած Սերժ Սարգսյանին օժանդակել է պատման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 526.520.000 դրամի վնաս, ինչպես նաև նույն եղանակով օժանդակել է Toyota Երևան ՑՏ ընկերության մասնակիցների կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 645.920.000 դրամ շուկայական արժեքով գույքի օրինականացմանը։ Այսինքն, Ալեքսան Ալեքսանյանին մերձակերպում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 38-190-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված արերեգույթ հանցավոր արարքների կատարում։ Շնորհակալություն պատասխան դատարան Ալեքսան Ալեքսյանի մասով ավարտեցի, շարունակենք